Ողջույն սիրելիներս, շարունակում ենք դասապատրաստման աշխատանքները։ Մաթեմատիկայից այսօր անցնելու ենք դաս 48-ը, կլոր տասնյակներ թեման։ Կատարելու ենք H84-ի և 85-ի առաջադրանքները։ Ինչպես միշտ, սկսում ենք բանավոր հաշվից։ Նախ հաշվում ենք աճման կարգով 11-ից 20 թվերը։ Հետո հաշվում ենք նվազման կարգով 20-ից 11 թվերը։ Հետո կարող ենք ասել թիվը, ենթադրենք 1 տասնյակ 2 միավոր, որ թիվն է կազմում, կամ 14-ը քանի տասնյակից, քանի միավորից է կազմված։ Այսպես խաչաձև հարցեր տալով երեխաների հետ վերհիշում ենք մեր անցածը։ Հետո կատարում ենք առաջադրանք 5-ը, պատասխանիր հարցերին։ Երեխաներին նախ եւ առաջ նախքան պահանջը կարճ տալը հարցնում ենք ինչ գույնի ժապավեններ ենք տեսնում, քանի գույն է, որն է ամենաերկարը, որն է ամենակարճը, կարմիրը կարճ է, որից։ Կարմիրը կարճ է եւ կանաչից եւ կապույտից, ամենաերկարը կապույտն է, որը երկար է եւ կարմիրից եւ կանաչից, կանաչը երկար է կարմիրից, բայց կարճ է կապույտից։ Նման խաչաձև հարցերից հետո նոր կարդում ենք պահանջը։ Կանաչ ժապավենը որքանով է երկար կարմիրից։ Նայում են կանաչ ժապավենին, կարմիրին, համեմատում են, տեսնում են ավելցուկը 2 սանտիմետրը առանձնացրած եւ ասում են, որ կանաչ ժապավենը 2 սանտիմետրով երկար է կարմիր ժապավենից։ Կանաչ ժապավենը որքանով է կարճ կապույտից։ Նայում են։ Կապույտը 4 սանտիմետրով երկար է կարմիրից։ Կանաչն էլ 2 սանտիմետրով է երկար կարմիրից։ Որպեսզի գտնենք, թե կապույտը որքանով է երկար կանաչից, պետք է 4 սանտիմետրից հանենք այս 2 սանտիմետրը։ 4-ից հանած 2 հավասար է 2 սանտիմետրի, այսինքն կապույտ ժապավենը 2 սանտիմետրով երկար է կանաչ ժապավենից։ Ժապավենների երկարություններն իմանալու համար ինչ չափումներ կարելի է կատարել։ Երեխաներն ասում են, վերցնում ենք կանոնը կամ սանտիմետրը, 0 կետը դնում ենք ժապավենի սկզբին եւ տեսնում ենք, թե որ թվին է հասնում։ Կանոնի սկիզբը դնում ենք ժապավենի ծայրին, 0 կետին եւ նայում ենք, թե որ թվին ենք հասնում։ Նայում են երեխաները 11 սանտիմետր, կարող են ասել, որ կանաչ ժապավենի երկարությունը 11 սանտիմետր է։ Կարելի է մյուսները եւ չափումներ կատարել եւ ուղղակի հաշվարկներ կատարեն։ Որպեսզի երեխաները ավելի շատ վարժվեն չափումներ կատարելու, կարելի է առաջարկել հաշվել 0-ից մինչև 9, նշանակում է կարմիր ժապավենը 9 սանտիմետր է։ Ստուգում ենք հաշվարկների միջոցով։ 9-ին գումարած 2 հավասար է 11-ի, 11-ից հանած 2 հավասար է 9-ի, ուրեմն ճիշտ ենք չափել։ Նայում ենք կապույտ ժապավենին 0-ից մինչև 13-ը, կապույտ ժապավենը 13 սանտիմետր է։ Հիմա մեր ունեցած տվյալներին համապատասխան չափումներ կատարենք։ Եթե կարմիրը 9 սանտիմետր է, կապույտն էլ 4 սանտիմետրով երկար է կարմիրից, 9-ին կգումարենք 4 կստանանք 13 սանտիմետր, ուրեմն չափումները ճիշտ են կատարված։ Կամ եթե կապույտը 2 սանտիմետրով երկար է կանաչից, կանաչն էլ հաշվել ենք, որ 11 սանտիմետր է, 11-ին կգումարենք 2 կստանանք 13 սանտիմետր։ Հաշվարկները ճիշտ են կատարված։ Առաջադրանք 6-ը։ Քանի հատված ես տեսնում պատկերված գծագրում, կարտա դրանք։ Նախապես երեխաներին սովորեցնում ենք լատինական այբուբենի տառերը, ընթացքից մենք մի քանի անգամ ասել ենք, կարող ենք կրկնել, իսկ եթե դժվարանում են, պարզապես հայերեն տառեր կարելի է տեղադրել։ Կարտում ենք հատվածները։ Ասում ենք, որ հատվածը գծից տարբերվում է նրանով, որ հատվածն ունի սկիզբ եւ վերջ։ A, B հատված, B, C հատված, A, C հատված, այս մի գծի վրա 3 հատված կաշտածինք։ B, D հատված, կարելի նաև հակառակը կաշտալ D, B հատված, C, B հատված, C, A հատված, B, A հատված։ Այս առաջադրանքն էլ կատարեցինք, այժմ անցնում ենք կլոր տասնյակներով հաշվումներին։ Երեխաներին սովորեցրել էինք, որ 1 տասնյակը 10 միավոր է։ Նախ գրքի օրինակով կարող ենք կատարել, հետո նաև ակնառու ցույց տալ։ Հաշվում ենք կապույտ ուլունքների թիվը,
10-ը, տեսեք գրության ձևը նույնպես կարող են երեխաներն արդեն սովորել եւ ճիշտ գրել, նույնիսկ կարելի է ինքնաթելադրություն տալ կամ հանձնարարել ինքնուրույն գրել թիվը, գծիկ դնել, դիմացը երեխան տառերով գրի կամ հակառակը տառերով գրվածը կաշտակ, կողքը թվանշաններով գրի տվյալ թիվը։ Սա 1 տասնյակն է, 1 տասնյակը գրվում է այսպես, 1 տասնյակ 0 միավոր, 10-ը երկնիշ, ամենափոքր երկնիշ թիվն է, 2 տասնյակը 2 տասն է, կարող ենք նաև փայտիկներով ցույց տալ, համոզվելու համար երեխաները կարող են կապոցները քանդել, հաշվել և տեսնել, որ սա 1 տասնյակ է կամ 10 միավոր, եթե երկուսը քանդենք և հաշվենք, կլինի 20 միավոր կամ 2 տասնյակ, նույն ձևով 3 տասնյակը 3 հատ 10-ն է, 30 միավոր է, 3 տասնյակ 0 միավոր, հաջորդը 4 տասնյակը 40 թիվն է կամ 40 միավորը, 5 տասնյակը 50-ն է, 6 տասնյակը 60-ն է, 7 տասնյակը 70-ն է, 8 տասնյակը 80-ն է, 9 տասնյակը 90-ն է և 10 տասնյակը 100-ը և բացատրում ենք, որ 100-ը եռանիշ թիվ է, 100-ը գրելու համար օգտագործել ենք 3 թվանշան, 1, 2 հատ զրոներ և 100-ը ամենափոքր եռանիշ թիվն է, 100-ի մեջ կա 10 տասնյակ և 100 միավոր, հետո երեխաների հետ կատարում ենք առաջադրանքները, 2 տասնյակը հավասար է 20 միավորի, 3 տասնյակը հավասար է 30 միավորի, 8 տասնյակը հավասար է 80 միավորի, 9 տասնյակը հավասար է 90 միավորի, 7 տասնյակը հավասար է 70 միավորի և 4 տասնյակը հավասար է 40 միավորի։ Այս առաջադրանքը հեշտությամբ կկատարեն երեխաները, նույնը կարելի է առաջարկել երեխաներին հակառակ ձևով կատարել, այսինքն գրում ենք 40 թիվը, 40 ենթադրենք, երեխաները գրում են, որ սա հավասար է 4 տասնյակի, չենք մոռանում բացատրել, որ տասնյակ բառը կրճատ գրվում է տ, կողքին կետ ենք դնում, 60-ը կլինի 6 տասնյակը, 90-ը կլինի 9 տասնյակը, 100-ը կլինի 10 տասնյակը, կարելի է նաև ինքնուրույն առաջարկել, որպեսզի ամրապնդվի, այժմ նայում ենք առաջադրանք 3-ին, կատարիր գործողությունները տասնյակների հետ, այստեղ երեխաներին պետք է սովորեցնել, որ տասնյակ բառը սկզբում մենք անտեսում ենք, հետո պատասխանի մեջ ավելացնում ենք, այսինքն, եթե 2 միավորին, 2-ին գումարում ենք 1, ստանում ենք 3, իսկ եթե 2 տասնյակին գումարենք 1 տասնյակ, կստանանք էլի 3, միայն տասնյակ բառը կավելանա, հետո սա կարելի է նաև դարձնել, թվանշանների տեսքով ասել, ներքևի առաջադրանքը հենց դա է, զուգահեռ կարող ենք կատարել երկու սյունակով բացատրել, 20-ին գումարած 10-ը հավասար է 30-ին, նորից հիշում ենք, որ 2 տասնյակը 20-ն է, 1 տասնյակը 10-ն է, 3 տասնյակը 30-ը, 3 տասնյակին գումարած 6 տասնյակ հավասար է 9 տասնյակի, ներքևում նույնը տրված է, 30-ին գումարած 60 հավասար է 90-ի, նույն ձևով կատարում են հանումը, 8 տասնյակից հանած 3 տասնյակ հավասար է 5 տասնյակի, քանի որ 8 տասնյակը 80-ն է, 3 տասնյակը 30-ը, 80-ից հանած 30 հավասար է 50-ի, մնացածը կարող ենք առաջարկել, որ երեխաները կատարեն ինքնուրույն, խրախուսում ենք ամենաարագը և ամենաճիշտը կատարող աշակերտներին, հետո ովքեր դժվարացել են, կանչում ենք գրատախտակի, որպեսզի իրենք ինքնուրույն կատարեն այդ առաջադրանքները և ավելի լավ հասկանան։ Այսօր էլ այսքանը, կհանդիպենք հաջորդ դասին։